Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թուրքիայում է։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների աշխատանքային այցի շրջանակներում Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլի նախագահական նստավայրի Դոլմաբահչեի պալատում Երևանի ժամանակով 19:00-ին։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատը, որտեղ նախատեսված է հանդիպումը, օսմանյան շքեղության խորհրդանիշն է։ Այն 19-րդ դարի սկզբին կառուցվել է Սուլթան Աբդուլմեջիդ I-ի հրամանով։ Կառույցի ճարտարապետությունը համատեղում է բարոկկո, ռոկոկո եւ նեոդասական ոճերը արևելյան ավանդական տարրերի հետ։ Պալատի գլխավոր ճարտարապետներն ազգությամբ հայեր են։ Կարապետ Ամիր Բալյան գլխավոր ճարտարապետն է, ով սկսել է նախագիծը, Նիկո Ղոզբալյան նրա որդին էր, ով ղեկավարում վերահսկում էր շինարարությունը։ Նրանք պատկանում են հայտնի հայկական ճարտարապետական Բալյանների դինաստիային, որը մի քանի սերունդ ծառայել է օսմանյան սուլթաններին։ Բալյանները կառուցել են նաև Բելերբեի պալատը, Չիրագանի պալատը, Օրթաքիոյի մզկիթը, Դոլմաբահչեի ժամացույցի աշտարակը, Դոլմաբահչեի մզկիթը։ Պալատը շուրջ 110,000 մետր քառակուսի է, ունի 275 սենյակ, 44 դահլիճ, 68 զուգարան։ Այստեղ է կախված աշխարհի ամենամեծ բյուրեղապակյա ջահը, որի քաշը 4,5 տոննա է։ Այն Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու նվերն է եղել։